ասում էր, որ դե դիմացեք 2 ամիս բան մնաց, հեսա ձեզ ռատ կանենք կեթակ, հեսա Նիկոլին ռատ կանենք իր ընկերներով կեթան ու դա անում էր Հակոբ Ասլանյանը, ու գիտեք ինչ հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, ես բեղ պահեմ ձև անենք, որ դուք ինչ չեք ճանաչում, եւ այս գիտեք, մենք էլի տենց դեպքեր ունեցել ենք մեր քաղաքական պատմության մեջ եւ վստահ եմ էլի կունենանք տենց դեպքեր, որ մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի sense շող կտենում են, իրանց թվում է այդ իրանք են։ Տենց աստղայինը տանում է, քաղաքական մտածում են իրանք sense լուրջ քաղաքական ապագա ունեն։ Կոնկրետ իրապարակայում իրանք քաղաքական Պանիկովսկին են եւ ուզում եմ իրեն շնորհավորեմ, որ մենք ձեզ ռադարինգ, բայց անենց պահեցինք, որ թոշակի հարցը կլուծեք։ Այնուամենայնիվ թոշակը կստանաս, հա, մի անհանգստացի, բայց այնուամենայնիվ ամոթ է ձեզ հավաք պահեք եւ ձեր չափի մեջ պահեք։